Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Հովիկ Աղազյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ես չեմ տրվի գայթակղությանը եւ չեմ խոսի գործի բուն դրվագների մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր խմբակցությունը առայժմ չունի որոշում եւ որոշումը կկայացվի դրա մասին բոլորդ կիմանաք, բայց ես անպայման կուզենամ խոսել քաղաքական բովանդակության մասին, որ այստեղ երեկվանից հնչում է։ Մասնավորապես, թե պարոն Աղազարյանը, թե ընդդիմությունը, որը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը, սա մի տեսակ հիշեցնում է Դաշնակցության եւ պարոն Աղազարյանի հարաբերությունները մի տեսակ հիշեցնում են այն լատինաամերիկյան սերիալներ կային։ Այդ լատինաամերիկյան սերիալների բանը, դրամատիկ բաներն են։ Նստեք, ստրկուի իզարուան չէր, բայց ձեր մտքով պաստորեն ստրկության հետ կապված բան անցավ մի անգամից։ Պարոն Մանուկյան, դուք նստեք ձեզ անդրադառնալու եմ դեռ։ Նստեք։ Գնում եք։ Մի գնացեք, մի վախենում եք, պարոն Մանուկյան։ Վախենում եք, հետ եկեք նստեք։ Դե նստեք, մի վախեցեք։ Պարոն Մանուկյան, բա այդքան խիզախ դաշնակցականը կփախնի տես մի անգամից։ Նստեք, ձեր մասին անդրադառնալու եմ։ Հարգելի գործընկերներ, պարոն Աղազարյան, ասում եք, որ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, ասում եք, որ ճնշումներ են գործադրում, ասում եք ճնշման, ասում եք, որ Հայաստանում ըստ էության ավտորիտարիզմ է բանանում, ձևավորվում եւ այլն։ Պարոն Աղազարյան, եկեք նայեք փաստերին։ Դուք ուրեմն հրաժարվել եք կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցության համագումար եք արել եւ հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ դուք մասնակցելու եք քաղաքական գործընթացներին եւ թույլ չեք տալու, որ կառավարությունը ներկա իշխանությունը վերարտադրվի։ Սա ավտորիտարիզմ է։ Սա դասական ժողովրդավարություն է։ Բա բռնապետության մեջ տենց է լինում։ Եկեք մի պահ պատկերացնենք, պարոն Աղազարյան, որ դուք պատգամավոր եք ձեզ այդքան ջերմեռանդ պաշտպանող դաշնակցության եւ ընդդիմության շեֆի իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանի, ասենք դուք պատգամավոր եք 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Ինչ տեղի կունենար ձեզ հետ, եթե դուք օրինակ հանկարծ ձեզ ասվեր, որ դուք պիտի ձեր մանդատից հրաժարվեք եւ դուք հանկարծ համարձակվեիք մի հատ դժգոհության նշույլներ անգամ ցույց տալ։ Պարոն Դանիելյան, մի խանգարեք, իմ ժամանակը կվերականգնեք։ Սա դասական ժողովրդավարություն է, պարոն Աղազարյան։ Այն ինչը որ դուք այն պայմանները, որում որ դուք այսօր ունեք պաշտպանվելու բոլոր իրավունքները, դասական ժողովրդավարություն է, պարոն Աղազարյան, ոչ թե ավտորիտարիզմ։ Եվ այդ դասական ժողովրդավարության համար, եթե որևէ անձ կա, որին դուք ամենաշատը պիտի պարտական լինեք, այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ասում եք, որ իրեն ճանաչելուց հետո նոր սկսել եք հավատալ Քրիստոսին։ Ուրիշ բան։ Պարոն Ռուստամյան, ձեզ էլ եմ ուզում հարց, դուք ինչ եք կարծում, ինչ կլիներ որևէ պատգամավորի հետ, եթե հանկարծ 2003 թվականին այդ մարդուն ասեին մանդատից հրաժարվի եւ ինքը չհրաժարվեր։ Մոտակա ռեստորաններից մեկի զուգարանում որքան ժամանակ հետո եւ հատկապես ինչ տեղի կունենար այդ պաշտոնյայի հետ, պարոն Ռուստամյան, դա էր ավտորիտարիզմը։ Ավտորիտարիզմը ոչ թե ավտորիտարիզմից եք խոսում։ Եկեք մի հատ խոսանք ավտորիտարիզմից, էլի։ Դուք ձեր խմբակցության պատգամավորին, որը վատ բան չէր արել, ընդամենը ազգային ժողովի նախագահի հետ գնացել էր գործուղման ու նկարվել էր։ Այդ մարդուն այնքան հետապնդեցիք, վերջում այդ մարդը հիմա ձեր խմբակցության անդամ չի։ Այն բանի համար, որ ընդամենը իր աշխատանքն էր կատարել։ Էս է ավտորիտարիզմը։ Դուք լսեք, խոսում եք մանդատից հրաժարվելու մասին եւ դա բան եք անում, ավտորիտարիզմ եք ներկայացնում։ Այդ ոնց եղավ, որ Լևոնք, որպեսզի ձեր շեֆի որդին դառնա ազգային ժողովի պատգամավոր, միանգամից 3 հոգի պատգամավորական ցուցակում հրաժարվեցին իրենց մանդատից։
Այսինքն դուք դա էլա չէ, ինք մանդատ են ստացել, 3 հոգի, 1 հոգի չէ, 3 հոգի իրանց մանդատից հերթով հրաժարվում է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին դառնա պատգամավոր, ինչի, որովհետև Լևոն Քոչարյանը այդպես շատ օրենսդրական ջիղ ուներ, որովհետև Լևոն Քոչարյանը շատ լավ է տիրապետում նորմատիվ իրավական ակտերի դիսպոզիցիաներին եւ իրավական կոլիզիաների ողջ ներկապնակին, եւ հիմա այստեղ օրենսդրական ակտիվ գործունեություն է ծավալում, դրա համար է պարոն Ռուստամյան 3 հոգի ձեր մոտից մանդատից հրաժարվեց, որ Լևոն Քոչարյանը դառնա պատգամավոր, բայց դա է ավտորիտարիզմը, այ ձեր ցավը տանեմ, ընդ որում այնտեղ ոչ SMS կա, ոչ վարչության որոշում կա, ոչ բան կա, ասվել է, արվել է, դուք եկել եք ընդդիմադիր ավտորիտարիզմի փառահեղ դրսևորում եք դուք, կենթանի հուշարձանն եք դուք ավտորիտարիզմի բանն եք, գրիմ արված դեմքն եք, բայց մեկ-մեկ ինչպես որ իրական կյանքում դեմքն ենքան այլանդակ է, որ նույնիսկ գրիմը չի կարող կոծկել տգեղությունը, ձերն է այդ ավտորիտարիզմն է, բայց այդ եք դուք, եկել եք խոսում եք ավտորիտարիզմից, տեսել եք, մի հատ այս օրերին բան է, թիմ ընտրությունների քարոզարշավ կա, այնտեղ տեխնացուներ կան, որ բանը լափառոշ բերանները մինչև Բագրատաշյանի անցակետ բացել են, բայց ձեր ժամանակ կարար տես բան լիներ, ձեր ժամանակ ցույց տվեք մի հատ թիմ, մի հատ քաղաքապետի, մի հատ ընդդիմադիր քաղաքապետ ցույց տվեք Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, ընդդիմադիր քաղաքապետ ցույց տվեք, պարոն Ռուստամյան, մի այսահարվեք, պարոն Ռուստամյան, մի դիվահարվեք, հանգստացեք պարոն Ռուստամյան, ես դեռ չեմ ավարտել, պարոն Ռուստամյան, որքան խոսակ ենք հարգելի գործընկերներ, մի րոպե, լրություն դահլիճում, հանգիստ, լրություն հարգելի, բա գիտեք տենց հեշտ է խոսալու, այդ պատասխան չի հնչելու, դուք տեսել եք, եկեք, ձեր մասին է, պարոն Մինասյան, նստեք, պարոն Ռուստամյանը, հարցերը որ դες տալիս են, նրա համար չի որ պատասխանը, կգակ ապրեք, բոլորդ եկաք, նույնիսկ Գեղամ Մանուկյանն եկավ, պարոն Մանուկյան, տեսեք, որ ասում էի չգնաք, հարգելի գործընկերներ, պարոն Մանուկյան, ավտորիտարիզմի, ձեզ հատկապես ես դրվագով եմ ուզում դիմել, ավտորիտարիզմի մասին եք խոսում, այդ ընկել եք սրբազանների հետևից, հենց էր սրբազաններից մեկը, որ համարձակվել էր երկիր մեդիայով, ձեզ պատկանող լրատվամիջոցներով Ռոբերտ Քոչարյանի մասին մի հատ թարս բան ասել, խի եթեր չեք տվել, գնացել էր հարցազրույց, ասում է ես գնացի Ռոբերտ Քոչարյանին քննադատեցի եւ ինձ եթեր չտվեցին, ընկել եք սրբազանների հետևից, պարոն Մանուկյան, հա? Ինչ եք արել, սրբազանի սուրբ հարցազրույցը պահանջում եմ հրապարակել, էսա, բանը, խոսում են ավտորիտարիզմի մասին, թիմ ընտրություններում դուք ասում եմ մի հատ ընդդիմադիր քաղաքապետ ունեցել եք, դուք ասֆալտին չէիք, փռի, ասֆալտի իրանց վրա կփռեիք, հետո այդ ասֆալտի վրա կկանգնեիք, կճամարտակեիք ժողովրդավարության մասին, Ֆեմիդայի տեղն են իրանց դրել, եկել են այստեղ խոսում են ժողովրդավարության, բաների եւ այլնի մասին, ասում է բռնապետություն, ի՞նչ բռնապետություն, սենց բռնապետություն եք տեսել, հարգելի գործընկերներ, պարոն Մինասյան, ասում եք դասական բռնապետություն, հələ տեսեք ուր ենք հասել, դուք այստեղ դասական բռնապետությունը հիմնավորելու համար ասում եք Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, հələ մի հատ նայեք բևեռը, Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, սա բռնապետության մի օրինակ է եւ օրենքի ոտնահարման եւ ասպատակության եւ հոկտեմբերի 27 մտնում են ազգային ժողով, գնդակահարում են պետության քաղաքական ղեկավարությանը, դա մնում է չբացահայտված Եվ մյուս կողմում Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, կամ որևէ մեկը հրաժարվել է ներողություն խնդրել։ Մի հատ նայեք մարտի 1-ը, բանը եւ այլն, ինչ քաղաքական հետապնդման մասին է, ժողովուրդ ջան, այս ինչ հեքիաթի մեջ եք դուք ապրում։ Ձեզ թվում է թե դուք մենակ սենյակում իրար հետ խոսում, ծիծաղում եք։ Պարոն Մանուկյան, հարցից պատասխանեք, խի եք Սրբազանի հարցազրույցը բանարել։ Խի եք Սրբազանի։ Սրբազանի հարցազրույցն ուր է։ Ուր է Սրբազանի հարցազրույցը։ Ընկել եք Սրբազանների հետևից։ Բոլոր սրբությունները ոտնատակ եք անում։ Ո՞նց եք Սրբազանների հետևից անում։ Բաց էս բան կլինի։ Հե՞։ Ինչ, պարոն Դանելյան, ինչ կա չկա։ Ոսկեպարի եկեղեցին ուր է, պարոն Դանելյան։ Ուր է, երբ որ գալիս էիք ստում էիք։ Երբ որ գալիս էիք ստում էիք ստեղ։ Երբ որ գալիս էիք ստում էիք, որ Ոսկեպարի եկեղեցին մնում է Ադրբեջանում, ուր է։ Ուրա մարդկանց երբ որ խափում էիք, որ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Ադրբեջանում, Ոսկեպարի եկեղեցին ուրա, Ոսկեպարի եկեղեցին ուրա, պարոն Դանելյան, դա դաջված է մնալու ձեր ճակատին, որը դուք մշտապես փորձել եք այս հանրությանը մոբիլիզացնել, խաղալ մարդկանց հույզերի հետ,
որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չունենա սահմանազատված սահման, որպեսզի ձեր սիրելի 004 շրջաբերականի դրույթները ի կատարածվեն։ Էս եք դուք։ Հիմա էլ եկել եք Հովիկ Աղազյանին փորձում եք բանանել։ Պարոն Աղազյան։ Խանգարում եք։ Հեսա վերականգնելու եմ ժամանակը ամբողջությամբ։ Իմ ժամանակը կվերականգնեմ։ Այո, բա տեղից որ հերթով բոլորով խոսում եք, բա վերականգնելու եմ։ Վերականգնեք պարոն Կոնջերյանի ժամանակը ամբողջությամբ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Վերականգնեք ժամանակը։ Շատ շնորհակալ։ Վերականգնեք ժամանակը ասում եմ։ Շնորհակալություն, շարունակեք պարոն Կոնջերյան։ Լրություն դահլիճում։ Ես հարգելի գործընկերներ, կարող եմ ժամերով սա շարունակել, եթե շարունակեք խոսել, այնպես որ լռեք։ Պարոն Աղազյան, կյանքում կրակ արած կաք, կրակ արած կաք։ Հիշում եք, չէ, որ կրակը երբեմն չի կպնում, ինչ են անում։ Կրակը մեկ որ չի կպնում, հիշում եք, չէ, ինչ են անում։ Նա տաշեղ են գտնում, որ այդ տաշեղով կրակը բոցավառվի։ Արած կլինեք երևի։ Այ հիմա դուք այս ժողովրդի համար ընդհանրապես տաշեղ եք, որ ուզում են այդ կրակի մեջ մտցնեն, որ այդ կրակը բոցավառվի։ Այդ կրակն էլ ինչ կրակ է, այդ այն կրակն է, որով որ իրանք ուզում են Հայաստանը եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ու պետականությունը հրդեհել։ Որի իդեպ պաշտպանությամբ բոլորի վերջերս դուք ոչ վաղանցյալում զբաղվում էիք։ Եվ որ քննադատում եք Նիկոլ Փաշինյանին, թե Նիկոլ Փաշինյանը փոխվել է։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իրական Հայաստանի գաղափարախոսության ամենաջերմերանտ պաշտպանն էիք ընդամենը ամիսներ առաջ։ Ես միայն մի դրվագ հիշեմ, որ այս ամբիոնից ասում էիք, Հովիկ Աղազյան հիշում եք ինչ էր ասում էր, երբ որ ես փոքր էի, Կիլիկիայի մասին երգ էի լսում, լացում էի։ Հետո երբ որ մեծացա, հասկացա, բայց Կիլիկյան ինչ է, խեմ Կիլիկիայի համար լացում, եւ ինքը Եվ դաշնակցությունը ձեզ ուզում էր քարատել այդ արտահայտությունների համար։ Եվ դուք դա ասում էիք, որ պաշտպանեիք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այն գաղափարախոսությունը, որը առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը, որին դուք այսօր ասում եք, թե ինքը ավտորիտար է, որը պատասխանատու է այն միջավայրի համար, որ դուք այսօր այսքան ազատություններից եք օգտվում։ Եվ ես նորից ասում եմ, հələ մի հատ պատկերացրեք, դուք 2003 թվականին եք падգամավոր։ Եվ այս ամեն ինչը անում եք։ Ինչ կլիներ ձեզ հետ ամենամոտակա ռեստորաններից մեկի զուգարանում եւ ինչքան արագ դա կլիներ։ Ուղղակի սրա մասին մտածեք, շնորհակալություն։ Տարոն Մարգարյանի պարագայում քննարկվող հարցի մի կողմից տարօրինակ եւ մյուս կողմից էլ ամենևին ոչ տարօրինակ այն հանգամանքը, որ ընդդիմությունը ընդհանրապես ներկա չէ։ Ոչ միայն Տարոն Մարգարյանը ներկա չէ իր վերաբերյալ հարցի քննարկմանը, այլ ընդդիմությունը ընդհանրապես ներկա չի այս քննարկմանը։ Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը երես չունի, որ գա եւ մասնակցի մի քննարկման, որտեղ խոսվում է այն մասին, որ իրենք ըստ էության մանկապարտեզներ են սեփականաշնորհել, դպրոցի տարածքներ են ձևափոխել եւ դրանք ըստ էության այսօր դատական այս բանի մեջ են, գործերի մեջ են հայտնվել։ Բայց դա իհարկե կլիներ շատ մեծ կոմպլիմենտ ընդդիմությանը մտածելու համար, որ նրանք երես չունեն, ինչը նշանակում է, որ ամոթ ունեն եւ դրա համար չեն եկել։ Եվ բայց ինչի մասի քաղաքական համատեքստը սրա որն է, հա? Մենք մանկապարտեզ եւ դպրոց ենք կառուցում։ Մենք ասում ենք Հայաստանում պիտի մինչեւ 2026 թվականը մեր արժեվ խնդիր ենք դրել կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Իրենք մանկապարտեզ եւ դպրոցներ են գողացել եւ սեփականաշնորհել։ Սա երկու բևեռային աշխարհայացքի մասին է խոսում։ Երբ որ դու մանկապարտեզ ես կառուցում, դու այդ երկրի հետ ապագա ես կապում։ Դու ուզում ես, որ այդտեղ երեխաներ ծնվեն, մանկապարտեզներում երեխաներ այցելեն, դպրոցներում երեխաներ սովորեն։ Դու ուզում ես, որ սերունդ մեծանա քո երկրում։ Դու քո երկրի հետ ապագա ես կառուցում։ Երբ որ դու մանկապարտեզ ես քանդում, մանկապարտեզ ես սեփականաշնորհում, դպրոց ես մասնավորեցնում, երբ որ դու կրթական օջախը տանում սարքում ես, չգիտեմ, ասենք ժամանցի վայր բիլիարդանոց եւ այլն, դու այդ երկրի հետ ապագա չես կառուցում։ Դու դա քո հայրենիքը չի։ Քո հայրենիքը ուրիշ տեղ է։ Ուրիշ տեղ է քո հայրենիքը։ Այնտեղ որտեղ որ քո թալանած փողերը օֆշորներում պիտի հանգրվանեն, այնտեղ է քո հայրենիքը։ Ու հենց սա էլի գալիս կանգնում է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Երբ որ մարդիկ մանկապարտեզ են գողացել, բայց այսօր մեզ բան են անում, կամարում են խաչակրած արշավանք են կազմակերպել ակադեմիական քաղաքի դեմ։
Բա իրանք ո՞նց դա կհասկանան։ Ակադեմիական քաղաքը, բա մի հատ փոքրիկ ակադեմիական քաղաք լիներ, մասնավորեցնեին, իրար մեջ բաժանեին, տանեին, սարքեին բաներ, բիլիարդանոցներ եւ չգիտեմ, ասենք, ժամանցի վայրեր։ Իրանք ուրիշ, լրիվ ուրիշ աշխարհայացքի մասին է խոսքը։ Եվ սա էլ է քաղաքական։ Ու դրա համար էլ չեն եկել։ Ինչ գային ասեին, մանկապարտեզ ենք սեփականաշնորհել, դրա եւ դուք այսօր մեզ քաղաքական հետապնդման եք ենթարկում, չէ՞։ Եվ նորից ստիպված եմ խոսել այսօրվա իրողությունների եւ այսօր նաեւ թիմ ընտրությունների մասին։ Ես իմ նախորդ ելույթում արդեն խոսեցի թիմ ընտրությունների մասին, եւ այդ ելույթից հետո իմացա, որ Գյումրիի թիմ ընտրություններում արդեն հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որ այսպես կոչված ընդդիմադիր ուժերից որոշները ընտրակաշարք են արդեն բաժանել։ Եվ արդեն իրավապահները գործողություններ են անում։ Ինչի մասին է։ Ես երեք նորից ասել եմ։ Գյումրու եւ թիմ ընտրությունները այսպես կոչված ընդդիմության կողմից Հայաստանում իշխանությունը բռնազավթելու հերթական ցածկահարթակն է։ Այդ մարդիկ ինչ են ուզում անեն։ Իրանք մի բան են, մի ձև գիտեն, մի լեզու գիտեն, մի ճանապարհ գիտեն, ընտրակաշարք, ընտրակեղծիկ, ահաբեկում, հայհոյանք ընտրողներին, ինչը որ տեսնում ենք այս քանի օրը, եւ այսօր արդեն ընտրակաշարքի մասին կոնկրետ արդեն հայտարարություն, կոնկրետ իրավապահների գործողություն, սա ինչ է նշանակում, ժողովուրդ ջան, սա նշանակում է, որ այս մարդիկ էլի ուզում են Գյումրիում օրինակ գալ իշխանության, որ շարունակեն ձեր մանկապարտեզները սեփականաշնորհել, որ շարունակեն ձեր երեխեքի դպրոցները մասնավորեցնել, որ շարունակեն ձեզ թալանել, կողոպտել, բա էտա դրա մասին է խոսքը։ Բա որ ասում ենք այս ամեն ինչը հիմնված է գողապետության, տրամաբանության վրա, որ ուզում են գողապետության բանը օգտագործել նորից իշխանությունը վերազավթելու համար, բա այդ ենք ասում։ Եվ սրա մասին է, բա գողապետության կարևորագույն օղակը նաև քվեի գողությունն է։ Բա այսօրվա ընտրակաշարքի փորձը, որը հայտնաբերել, բա դա էլ է գողապետություն, բա դա էլ են ուզել գողանան։ Բա մի օր գողանում են քվեդ, մյուս օրը գողանում են երեխուտ մանկապարտեզը։ Հաջորդ օրը գողանում են զավակիդ համար նախատեսված զինվորական հանդերձանքը։ Բա զորամասը, բա մեկը մանկապարտեզ է սեփականաշնորհել կամ վաճառել, մյուսը զորամաս է վաճառել ժամանակին։ Բա սրա մասին է խոսքը։ Եվ այս ամեն ինչը ունի լայն քաղաքական համատեքստ։ Եվ իմ համար ավելի կարևոր է այդ քաղաքական համատեքստը, որովհետև արդարադատության իրականացման առաքելությունը իրավապահ համակարգինն է։ Իրավապահ համակարգինն է։ Մենք խորհրդարան ենք, մենք ժողովրդի իշխանության ներկայացուցիչներն ենք, ստեղ ամփոփված է ժողովրդի կամքը, մենք պիտի խոսենք այս բոլոր գործընթացների քաղաքական համատեքստի մասին, թե ինչի վրա է կառուցված ի վերջո իշխանությունը։ Մեր իշխանությունը կառուցված է ժողովրդի կամքի վրա։ Այս մարդկանց իշխանությունը կառուցված է եղել գողացված մանկապարտեզների, դպրոցների, գողացված քվեների եւ մնացածի վրա։ Ու այս վերջին ճակատամարտը, որ իրանք դուրս են եկել տարբեր տեղերում, հենց սրա մասին է ժողովուրդ։ Որովհետեւ ուխի են իրանք իրական Հայաստանի գաղափարախոսության դեմ պայքարում։ Որովհետեւ դա իրանց համար իրական չի, իրանց համար իրականը այն է, ինչը կարան մասնավորեցնեն, իրական այն մանկապարտեզն է եղել, դպրոցն է եղել, իրական այն ապօրինի գույքն է եղել, որ իրանք ձեռք են բերել։ Դա է նյութական է եղել։ Իսկ Հայաստանի մասին գաղափարը նյութական չի իրենց համար։ Սահմանազատված սահմանը իրանց համար նյութական չի, որովհետև իրանք դրա մեջ քյար չունեն, դրա համար ունեն շրջաբերականներ էլ ունեն, էս էլ ունեն, այն էլ ունեն, որպեսզի թույլ չտան դա։ Հենց սրա մասին է խոսքը։ Եվ այսօր իրենց բացակայությունը նաև ապացուցում է հենց այն որ իրենք քաղաքականապես դատարկ են, սնանկ են, քաղաքական դինոզավրեր են, որոնք որ վերակենդանանալու ոչ մի օրինական շանս չունեն այս երկրում։ Օրինական շանս չունեն։ Դրա համար էլի փորձում են դիմել ապօրինի հնարավորություններին եւ Գյումրիում ես հույս ունեմ, թե Գյումրիում, թե Փարաքյարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան քվեարկության եւ իրենց գնահատականը կտան ոչ թե պարզապես քաղաքային խնդիրներին, իրենք իրենց գնահատականը, իրենց քվեարկությունը կանեն Հայաստանի մասին մտածելով։ Որովհետև այդ մի քվեն, որը կարող է թվա թե ընդամենը մի քվե է, լուծում է 100,000-ավորների, միլիոնների կյանքի խնդիրը։ Եվ ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ճիշտ ընտրություն են կատարելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հաղորդագրություն եւ ձայնագրություն այն մասին, թե ինչպես են ձեզ հայտնի ուժերը, մասնավորապես Քոչարյան Ռոբերտի դուստր ձեռնարկությունը Մայր Հայաստան անունով,
Գյումրիում փորձում զբաղվել իրենց ավանդական գործով։ Այն է մարդավաճառությամբ ու կամ մարդագնությամբ։ Երբ որ մարդու ձայնը, մարդու քվեն փորձում են գնել քեշով, փորձում են գնել բնամթերքով, դրանով իսկ նվաստացնելով մարդուն, ոչնչացնելով մարդու արժանապատվությունը, փորձելով ցույց տալ, որ մարդու քվեն, գյումրեցու քվեն իրենց համար ընդամենը ապրանք է, որը կարելի է գնել քեշով։ Ու այդ ձայնագրությունները լսած ցանկացած մարդ, ես վստահ եմ, որ ֆիքսել է հետևյալ արտահայտությունը, այնպիսի մարդիկ են պետք, որ իրանց համար կապ չունի թե ով է։ Կարևորը որ փողը լինի։ Այս մարդկանց հիմնական ընկալումը, այս մարդկանց երազանքներում բնակչության մեծամասնությունը, էտենա երբ որ բնակչության մեծամասնությունը այն մարդիկ են, որ իրանց համար կապ չունի թե ով լինի, կարևորը փողը լինի։ Ու այս սկզբունքով տասնյակ տարիներ Հայաստանի Հանրապետությունը կառավարած ուժերը, մարդավաճառության մաստեր կլասներ Հայաստանի Հանրապետությունում ցուցադրած ուժերը որոշել են, որ հիմա էլ 2018-ի հեղափոխությունից հետո էլ իրանք կարող են Հայաստանում զբաղվել մարդավաճառությամբ։ Կարող են գնել մարդուն, կարող են գնել մարդու քվեն, կարող են քեշով վճարել, գնելով օբլիգացիա, որը հետագայում պետքա թանկով հետ բերեն կոռուպցիայով, պետքա թանկով հետ բերեն ատկատներով, պետքա թանկով հետ բերեն երեխաների այդ քաղաքի, այդ երկրի երեխաների ապագան ծախելով։ Հայրենասիրության դասեր տվողները այդ հայրենիքի քաղաքացիներին ընդամենը քեշ են դիտարկում որպես։ Դիտարկում են որպես քայլող պոտենցիալ 5000 դրամ վեկալողներ, որպես պոտենցիալ 10000 դրամ վեկալողներ։ Լավ են, թեժ ընտրություններին կարող է գինը բարձրացնեն մինչև 20։ Բայց իմ ասածն է, որ այս սրիկաները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն քայլող 5000 դրամանոց տեսնողները Հայաստանի Հանրապետությունում տեղ չունեն, Հայաստանի Հանրապետությունում անելիք չունեն։ 5000 դրամով տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն գնել եք։ Ինչ է կարել դրանից հետո։ Ինչ է շահել այդ 5000 դրամը վերցրած քաղաքացին։ 5000 դրամ, ոչինչ ավելի։ Ինչ եք շահել դուք։ Մեկը Տանզանիայում բուկմեկերական ընկերություններ, չգիտեմ, Հայաստանում անշարժ գույքի մի այնպիսի պարկ, որ չգիտեմ էլ ինչա, Գյումրու բոլոր անօթևանները, դոմիկներում ապրողները այդ անշարժ գույքերում հանգիստ լենուբոլ կապրեին, այ այդքան հարստություն։ Այն մեկը ինչա շահել։ Փեսեն մի քանի միլիարդանոց ռադիոցանցի տերադարել, այդ 5000 դրամով, այդ ամեն ինչը իրանք ձեռք են բերել 5000 դրամով, հասկանում եք, 5000 դրամը տալով, իրանք հետո դարել են միլիարդատեր, որովհետև այդ 5000 դրամը այտենց ֆյուչերսի մեջ ներդրում է, էլի սենց ասած իրանց ընկալմամբ, ժողովուրդ ջան։ 5000-ը ձեզ, միլիարդները մեզ, էս է եղել սկզբունքը, բայց այս մարդիկ լավ չեն հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունում այդ էջը արդեն վաղուց փակվել է։ Ու այս տրաֆիկինգի աստվածները պետք է իրանց տեղը լավ իմանան։ Ու ցանկացած մեկով կփորձի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սակարկման առու վաճառքի առարկա դարձնել, այդ մեկը պատասխանա տալու օրենքի առաջ։ Միանշանակ է պատասխան տալու օրենքի առաջ, բայց եթե հանկարծ կա ինչ-որ մեկը այս դահլիճում ընդդիմադիր խմբակցություններից, ով ամեն դեպքում կորոշի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն դեպքում ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, այս 5000 դրամը թողում եմ ստեղ, թող իմանա, որ մենակ իր ձայնն է վաճառվելու։